է, որ սաղս լռել ենք այսօրվա դրությամբ, թողել ենք ելնիք կլխնե իսկ կոդոշներ տնեն։ Այդ որ դեպքերում է հայկական եկեղեցու զանգերը հողանջեն։ Այսպիսի դեպքերում, որ հասական պահերի լինել չլինելու հարցերում։ Վերջին անգամ նաև սրբազանի սրբակալության ժամանակ։ Այո։ Նույն նպատակով ինչ-որ իմ ժողովուրդը, ինչ-որ բոլորդ ես չեմ ուզում առանձնացնեմ, որովհետև շատ-շատերը կան, որ այս բոլորին համամիտ չեն կարող բացարձակ ասել, բայց ներքուստ հոգով համամիտ են Աստծո բոլոր ճշմարտություններին։ Այդպիսի մարդ չկա, որ խիղճ չունենա։ Այդ խիղճը Աստծո ներկայությունն է յուրաքանչյուրիս մեջ։ Այդ խիղճը պետք է խոսա ամեն մեկի մեջ։ Դե վաղը միսօր այս բոլորը որ անցավ, ինչ երեսով պիտի մանքան քաղաքում, իրենց թաղում, իրենց հարազատների մեջ, իրենց երեխաների, գիտեք ամենաշատը մարդ ումից է ամաչում, իր երեխուց։ Ոստիկանությունը պահանջում է դուրս գալ ճանապարհի հետևեկելի մասից և հավաք իրականացնել այնպիսի վայրում, որտեղ չեն սահմանափակի այլոց իրավունքներն ու ազատությունները։ Իրանք ծագեցին, իրանք ծագին ու մենք կրգին սարկին։ General betarnasa. Քպեի վերջը գալու է, մենք հավատացինք քպեի վերքի իշխանության, բայց ինքը դավաճան է իր սկզբունքների։ Ոստիկանությունը պահանջում է դուրս գալ ճանապարհի հետևեկելի մասից և հավաք իրականացնել այնպիսի վայրում, որտեղ չեն սահմանափակի այլոց իրավունքներն ու ազատությունները։ Այս տվյալները եկումից են բաժում, ժողովուրդը չթողեց, որ տանեին, տարան առանձնասենյակ, նորից, ինչքան որ մենք հասցրեցինք նայել, և հիմա էլ ապագին են կողմից կոտրեցին, ոնց տարան, երևի, ոնց կոտրեցին, ոնց փախցրեցին, հիմա որ մուտք է ելում ու դա ազատ է, նշանակում է, որ իրոք փոխացան տարած։ Այսինքն այս բան մեզ ինֆորմացիա չէր տրվում, ասում էին քննչական գործողություն է կատարվում, այդ քննչական գործողությունից մենք բացարձակ տեղյակ չենք։ Ըստ էության նրանք տեղափոխում են Երևան, հակառակորդը։ Հետագան բոլոր պատգամավորները
որպես հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակներ տիրապետում են նախաքննական գաղտնիքին եւ հրճվանքով մտել հրավիրում։ Սա արդեն խոսում է այն մասին, այստեղ կատարված իրավական գործընթացներ թե ՔՊ-ի գործընթացներ։ Այսքան այս բանը կարող եմ ասել, բայց դե ոչ մի հիմնավորում չկա։ Այդ որ մի անգամ են քաղաքապետին հրավիրե ինչ որ իրավապահ համակարգին ինքը մասնագետ եղնի քննչական գործողությունների ու խուսափել է 12 տարի են դուրս է եկել Գյումրու քաղաքապետը իր վերեն ինչ գործից հարուցել են ինչ գործ բայց մի օր մի րոպե ինքը չի խուսափել որովհետև ինքը ոչ մի բանի մեջ ոչ մի զեղծարարության մեջ չկա գոյություն չունի շիծու է ժողովուրդ շիծու է այո կազմակերպեք բոլոր քազերները թողի ժողովրդի տանի Երևան Եկան առևանգեցին իրանք կարող էին նույն ձևի Ղուկասյան Վարդանին գնալ տանից տանել ծանուցագիր ուղարկել Ղուկասյան Վարդանին մարտի 4 օր ինքը կփախներ ինքը հանգիստ կերներ կար այս ինչ շոու են սարքել հետո առևանգում են Պատուան են ջարդել։ Ես չգիտեմ ինչ են ջարդել, բայց գիտեմ որ առևանգեցին։ Ժողովրդի ջարդին սա։ Չգիտեմ ինչ է։ Տարեց մարդկանց քաշքշինքը սպիտակած մազերով մարդկանց ձեռները քաշեն կողեն։ Սրանք լավ հայ են, հայի զավակ են, դե չէ։ Բայց համարժեք էր ուժերը։ Միանշանակ։ Քաղաքացիների հետ համարժեք էր ուժերը։ Եթե ինչ-որ հարցեր կա ոստիկանության հետ լրատվական Պարոն Ջամալյան, այստեղ քաղաքացիներն ասում են 17 տարեկան երեխային ծեծելով տարել են։ Այստեղ մարդիկ կան, իրանց է շատ բան գիտեմ, ոչ չեմ ասելու ես։ Չէ, բայց դուք Դե ժողովուրդ, այսքանով եզրափակվեք։ Գիտեմ որ հրել են ինչ են արել, երեխես դեռ սեյվ ծածկապը դա ձեռները սարած դրին հիվանդանոց տարան։ Հիմա նոր հետ մեմ խաբարն իմանամ ինչ աղի քնծրել են, հիմա երկու միլիցիայր կողքն են ինչի համար։